2018-ից մինչ օրս Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անապահով ընտանիքների սոցիալական ապահովության համակարգից դուրս է եկել 43786 ընտանիք։ Մի մասին հաջողվել է հաղթահարել աղքատությունը։ Արսեն Թորոսյանի խոսքով նվազման միտում ունեն նաև գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերը։ Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակը 0.6% է, աղքատության մակարդակը 21.7%։ Ունենք նաև վերարտադրվող աղքատություն, երբ որ ընտանիքները արդեն սերունդներով այդ համակարգում են 10 տարուց ավել, օրինակ Փարոս համակարգում, դա ինչ է նշանակում, որ դա ոչ էֆեկտիվ համակարգ է։ Եթե դու ընտանիքին 10 տարի պահում ես մի համակարգում, նշանակում է դու իրան հավերժ պահում ես աղքատ։ Ոչ թե դու այդ համակարգը դրել ես, որպեսզի հաղթահարես այդ եւ մնացած ընտանիքների աղքատությունը, ու մարդիկ ասում են գնամ աշխատեմ, որ 30,000 դրամ բանից զրկվեմ, նպաստից։ Թորոսյանն ավելացրեց, կարևոր տեղ ունի կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավումը։ Ըստ նրա, մի քանի անգամ բարձրացրել են թոշակները։ Այժմ նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է։ Այն անկանխիկ վճարումների դեպքում կարող է ավելանալ ևս 10,000 դրամով։ Ի ուրախություն մեզ, մենք տեսնում ենք այդ արձագանքը։ Այսինքն մենք նույնիսկ հունվարի, երբ որ ակտիվացրեցինք խոսակցությունները այս թեմայով, արդենից տեսել ենք միջին հետվճարի չափի ավելացում, որը նախկինում 4100 դրամ էր մոտավորապես, հիմա արդեն դարձել է 4400 դրամ, այդ չբարձրացրած տոկոսով, այսինքն նախկին տոկոսով, այսինքն քաղաքացիները ըստ էության հասկանում են դրա կարևորությունը եւ օգտվում են այդ ծրագրից, նաեւ տեսել ենք տեմպի ավելացում։ Թորոսյանը անդրադարձավ արցախցիների բնակապահովման խնդրին, նշեց, որ բռնի տեղահանված 2000 ընտանիք արդեն բնակարան ունի, 4404 հավաստագիր դեռ պետք է հանձնեն։ Ալադավթյան, Էպիկենտրոն։